Red Bull-ը էլ թե վեր չի տա Հայաստանում։ Ազգային ժողովում քննարկում էին մոլորեցնող գովազդներից սպառողին պաշտպանելու հարցը։ Կարգավորում նախկինում էլ կար, հիմա այն ավելի ամբողջական են դարձնում ըստ էկոնոմիկայի նախարարի։ Մեր X ատամի մածուկը մաքրում է ատամները 2 անգամ ավելի լավ, քան մյուսները։ Նման գովազդ տարածելը թույլատրվում է, եթե համեմատությունը հիմնված է ճշգրիտ տվյալների վրա։ Ազգային ժողով եկած էկոնոմիկայի նախարարը չհասցրեց խոսել տնտեսական աճի, Լարսի փակ լինելու ու կենսաթոշակների մասին։ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բաժանության վերաբերյալ լրագրողների հարցից վրդովվեց ու հեռացավ։ Կենսաթոշակների մասին ֆինանսների փոխնախարարը խոսեց։ Ծախսը, որ նախատեսում է կատարել, արդեն ասացի գնահատված է, ֆինանսավորումը տեսանելի է։ Տեսանելի չէր տնտեսական աճը 2025 թվականի դեկտեմբերին, երբ գործող տարվա բյուջեում չէին նախատեսում թոշակների բարձրացումը։ Ըստ փոխնախարարի, աճի տեմպը նորմայից բարձր է եղել։ Տեմպը իհարկե որոշ ուղենիշ կարող է լինել, բայց կարող է լինել տեմպից շեղումներ, աճի դանդաղում։ Հիմա փառք Աստծո մենք ունեցել ենք ոչ թե աճի դանդաղում, այլ հակառակը։ Բյուջեում կլինեն փոփոխություններ, թե որ ծրագրի հաշվին չնշեց փոխնախարարը։ Հստակ չէ նաև, թե ինչու կենսաթոշակների բարձրացման մասին բացասաբար արտահայտվող կառավարությունը տնտեսական աճից ստացված եկամուտն ուղղեց հենց այդ ոլորտին։